Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, ոչ եմ անել ձեզ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի։ Այս օրերի ընթացքում ձեզանից շատերն են ինձ դիմել, կապ հաստատել ինձ հետ և հայտնել աջակցություն և ասել ինչով կարող են օգտակար լինել Լիլիթ Աղեկյանի։ Հիմա եկել է ձեր կողմից անհատապես օգտակար լինելու պահը Լիլիթ Աղեկյանին։ Ես ձեզ խնդրում եմ յուրաքանչյուրդ նամակ ուղղեք այն դատավորին, ով այս պահին արդեն կարող է քննարկել Լիլիթ Աղեկյանի բողոքը։ Դա Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանի դատավորն է, դատավոր Գրիգոր Հովհաննիսյանն է, ով քննելու է Լիլիթ Աղեկյանի բողոքը։ Ես դրել եմ իր նաև email հասցեն, որով դուք կարող եք իրեն նամակ ուղղել և խնդրել, որպեսզի նա շուտապույտ քննարկի Լիլիթ Աղեկյանի բողոքը և լուծում տրամադրի Լիլիթ Աղեկյանին ազատ արձակելու հարցին, որովհետև իրենից է կախված այս պահի դրությամբ իրավական ընթացակարգը, իր որպես դատավորի որոշումից է կախված Լիլիթ Աղեկյանի ազատ արձակումը։ Իհարկե կա նաև երաշխավորագիր Ազգային ժողովի պատգամավորների կողմից ուղղված Աննա Վարդապետյանին, դա էլ ուղարկել են Շիրակի մարզի դատախազություն, երեկ այդպիսի տեղեկատվություն ինձ հայտնեցին։ Հիմա խնդիրը այս պահի դրությամբ մեր աջակցությունը Լիլիթ Աղեկյանին, դա այն նամակներն են, որը պետք է ուղղենք դատավորին, Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին, ում email հասցեն նշված է իմ այս Facebook-յան էջի վրա։ Հետևաբար ես ձեզ խնդրում եմ օգտվել այդ հասցեից և անհատապես նամակ ուղղել։ Մոտավորապես կարող եք նամակը ուղղել այն բովանդակությամբ, որը ես եմ գրել, ես եմ ուղղել, ես արդեն իմ կողմից այդպիսի նամակ ուղղել եմ, որպեսզի հնարավորություն ունենանք Լիլիթ Աղեկյանին շտապ տեսնել մեր կողքին ազատության մեջ, այլ ոչ թե բանտախցում, և այս գործողությամբ մենք յուրաքանչյուրս մեր ներդրումը կունենանք թե խոսքի ազատության նկատմամբ, թե մեր երկրում օրենքի և արդարության, օրենքի գերակայության, իրավունքի գերակայության և արդարության վերականգնման այս հարցում, որովհետև մեր մարդկային իրավունքները, մեր հիմնարար իրավունքները զանգվածաբար խախտվում են և Լիլիթ Աղեկյանի դեպքը այդ զանգվածաբար խախտումներից ևս մեկ ցուցիչ օրինակն է, և յուրաքանչյուր մարդ կարող է հայտնվել նրա տեղում և նրա վիճակում, այսինքն կարող են գալ երեկոյան ձեր տուն, ոստիկանական խումբ, հարձակվել ձեր վրա և ձեզ գիշերանոցով տանել տարբեր վայրեր, պտտացնել 30 ժամ, խոշտանգել և հետո ձեր նկատմամբ նաև ապօրինաբար կայացնել կալանքի որոշում։ Հետևաբար խնդրում եմ հետևեք իմ կոչին և ձեր կողմից այդ նամակը ուղարկեք Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին։ Email հասցեն նշված է իմ էջի վրա։ Ես ուղղակի նորից հորդորում խնդրում եմ այդ գործողությունը կատարեք, որովհետև այդ գործողությունից է կախված, երբ նա ազատ կարձակվի և որքան շուտ կվերականգնվի արդարությունը։ Այսքանը։